Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ Հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ուրախ ենք ողջունել բոլորիդ եւ իհարկե առավոտ շուտ։ Մեզ մնում է միայն մաղթել լավ տրամադրություն, անկախ եղանակից եւ անկախ իմ ձայնի տեմբրից։ Ապրիլի 9 օրը 5 շաբթի, դուք լսում եք Հանրային ռադիոյի առաջին ալիքը, այսօր այն օրերից է, երբ պետք է ասեմ, որ Ինչ ես ասել։ Աչքերս բացեցի, մտածում էի Երանի, այսպես մնամ պարկած եւ մեկը ինձ սուրճ մատուցի։ Եղանակը շատ տրամադրող էր։ Ճիշտ է, պարկած չմնացիր։ Չէ, աշխատանքի չգնայի։ Էդ եմ ասում, պարկած չմնացիր, հայտնվեցիր աշխատավայրում, բայց սուրճ մատուցեցինք։ Ու ոչ պարկած, այլ նստած։ Դե հիմա դե կներեք, այդ ամբողջը չենք կարող, Ու այդ պետք է աշխատենք, հնարավորությունները պետք է չենք կարող։ խոսենք։ Բա ես ինչ ասեմ, այս իմ Դու ինչի մասին ես Թավշյա ասում։ ձայնով։ Ես այսօր երազում եի Չուշանամ։ Այդքանը։ Քո ձայնով երևի դու այսօր պետք է լսեիր Բարի White-ի ձայնագրություններից։ Իմ չելը այսօր Բարի White-ի remix-ներից գտնենք եւ This is a man։ Չէ, ինքը չի երկու։ Ինքը չի։ Այդ ուրիշ մարդեր երկու։ Դա ուրիշ օպերայից էր, բայց ոչինչ։ Մենք ունենք Բայց մերը այդ երկը տեղական։ գնացի, գիտես, ասոցացրեցի այդ երկը իմ ձայնի ու տրամադրության հետ։ Ջո Կոկերն էլ համահունչ է քո Լավ, ձայնին։ հիմա որ ներկայանալու ենք Տիգրան Հարությունյան Եվ Լուսինե Մուրադյան։ Դες Լուսինե Մուրադյան այսպեսի ձայն չի ունենում սովորաբար։ Գուցե խոսափողով հիմա նորմալ է, ով գիտի։ Չէ, նայ ոնց են ծիծաղում։ Մտածում ես եկել են չեն եկել սենց։ Մի խոսքով։ Խոսում են։ Բարի լույս գործընկերներին նաև ապակուցային կողմ։ Ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիո։ Ողջունում ենք եւ սկսում ենք սովորականի պես մեր աշխատանքային օրը։ Ձեզ էլ մաղթում ենք բոլորին հաջող աշխատանքային օր, փորձեք պահպանել լավ տրամադրությունը անկախ եղանակից։ Բայց ես ինչի Բարի White-ի երգ խառնեցի։ Խառնեցիր։ Լավ չեմ էլի։
9:35 կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր այս պահին լսում եւ դիտում են Հանրային ռադիոյի առաջին ալիքը, մեր լայվերը գործարկված են ուժի մեջ է եւ Facebook-յան լայվը եւ մեր պաշտոնական կայքով armradio.am կայքով։ Եվ իհարկե գործում է ուղիղ եթերի հեռախոսահամարը 55 3702։ Չգիտեմ ինչպես ասեմ, չգիտես ինչպես անեմ, հա, երկում էր այդպես բառերը։ Դե կամ էլի։ Կամ։ Բայց ամեն ինչ པարզ է, սուրճը կա, սերը կա, լավ երաժշտությունը կա, որը սկսված է վերջը։ Այո։ Ունենք նաև անհրաժեշտ տեղեկատվություն, որը կարևոր է մարդուն, հատկապես տանից դուրս գալուց առաջ ամեն օր։ Այո, միանշանակ, դրանք շատ կարևոր են։ Բայց այսօր շատ են։ այսպես յուրահատուկ ինֆորմացիա է, որը վերաբերում է եղանակին։ Հենց ուզում ես այդտեղից միանգամից սկսենք, հա, այստեղ։ 6 աստիճան է նախ այս պահին Երևանում։ Դե ցուրտ է։ Եվ գալիս է ճակատը, գալիս է ցուրտ ճակատը հյուսիս արևմուտքից։ Այո, բավականին ցուրտ ճակատ է գալիս։ Այն մարդիկ, որ արդեն ուղակի բարակ կոստյումներով էին շրջում, խորհուրդ չենք տա այսօր այդ խալը կրկնել։ Այո, ես հանեցի տաք հագուստներ։ Տաք հագուստով պետք է ձայնս նայեք եւ ամեն ինչ բարձր։ Եվ այդ ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված այսօր եւ վաղը ամբողջ տարածքում հանրապետության սպասվում են տեղումներ։ Խնդրեմ, Շիրակում, Գարարքունիքում։ Սպասվում են, այլև տեղումները արդեն սկսվել են։ Նրանք եկել եւ հասել են։ Մեզ մոտ դեռ այդքան էլ շատ չեն, բայց խնդրեմ Շիրակում, Գարարքունիքում, Լորիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյուն։ Էլ ինչ կա, քամի էլ կա։ Տեղումներ այսօր, որում այսօրվանից մինչև 13 ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում կլինեն այդ տեղումները։ Ձյուն, թաց ձյուն, էլ ինչ ասեմ, անձրևի տեսքով նաև հովտային գոտիներում։ Եվ այստեղ չմոռանանք մի կարևոր բան, որ կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-ից 50 սանտիմետրով։ Սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ճանապարհներին մեր կա սառույց են, որ ասում են մի հանեք այդ անվադողերը դեռ։ Իզուր չեն ասում էլի։ Դե ընդհանրապես ասեմ էլի։ Գարնանային ձյուն Չպես ասում եմ։ Դիմավոր։ Բայց շատ խրոխտություն ես կասեի։ Ամենակարևորի մասին քամի ունենք այս անգամ եւ բավականին ուժգին քամի։ Ծանր քամի ես կասեի։ Քամի։ Բայց քամու հետ կապված Երևանի քաղաքապետարանը ձեզ ունի հորդորում։ Իմ չարս զգուշավորություն է հարգելի ռադիոլսողներ եւ շատ լավ կլինի որ առհասարակ այս կանոններին տիրապետի մեզնից յուրաքանչյուրը եւ ցանկացած քամու պարագայում ուշադրություն դարձնի այս կարևոր մանրուքներին որպեսզի զերծ մնա ավելորդ խնդիրներից այսպես թերևս կասենք եւ այսպես Երևանում ապրիլի 9-ից 10-ը սպասում է քամու ուժգնացում 14-ից 18 մետր վարկյան արագությամբ սա հասկացանք հիմա տարբեր իրավիճակներ եթե գտնվում եք փողոցում Նախև առաջ հեռու մնացեք կառուցատարերից, մի կանգնեք գովազդային վահանակների, ցուցանակների, ճանապարհային նշանների տակ, բաց կանգառների տակ։ Կամ մի կանգնեք ընդհանրապես։ Փախեք։ Հեռու մնացեք ծառերից, ջուղերից, այո, նրանք կարող են կոտրվել արդեն քամու 15 մետր վարկյան արագության դեպքում։ Ահա, իսկ մենք ունենք 14-ից 18 մետր վարկյան արագություն։ Հեռու մնացեք բոլոր տեսակի գծալարերից, եթե տեսնում եք պոկված լար, մի մոտեցեք դրան, ուղղակի մի մոտեցեք։ Եթե քամին զգալիորեն ուժեղանում է, մի մնացեք դրսում։ Այո, պատսպարվեք, որտեղ մոտակա շինություններում։ Ուր գնանք։ Օրինակ, խանութ, շքամուտք, ստորգետնյա անցում։ Գնացեք, ասեք ծամոն եմ ուզում ավելի։ Մի թաքնվեք շենքերի անկյուններում, քանի որ այնտեղ առաջանում են քամու ուժեղ պորտկումներ։ Այսինքն, բայց ուր գնանք, աստացից ոչ մի տեղ չի կարելի։ Մոլեր որևէ։ Տանը մնացեք, տանը կարելի է մնալ։ Կարելի է, բայց այստեղ էլ ունենք տանը մնալու պարագայում էլ կան որոշակի կանոններ։ Եկեք այդ կանոններին էլ ծանոթանանք։ Փակեք պատուհանները, օդանցքները եւ պատշգամբի դռները։ Փակեցինք։ Եվ ազատեք պատշգամբը, ներս տարեք կամ ամրացրեք այն իրերը, որոնք քամին կարող է քշել տանել։ Օրինակ, ծաղկաման, գույք, մի խոսքով։ Ճիշտ է ասում, օրինակ հաճախ մեր պատշգամբից քամին տանում է։ Կարևորը հեռախոսը չտանի բջջե, որ զբաղվելու բան լինի։ Դե մի տար պատշգամբ բջջային հեռախոսը։ Պատրաստ եղեք էլեկտրական հոսանքի անջատումների։ Դե միշտ պատրաստ եք, միշտ պատրաստ ենք։ Ունեցեք լապտեր եւ լիցքավորված հեռախոս, այո, դա շատ կարևոր է։ Հոսանքազրկման պարագայում խորհուրդ է տրվում չօգտվել մոմերից ոնց չօգտվել մոմ հա որ հանկարծ հրդեհներ չբռնկվեն այսինքն մութ նստեք չէ ուրեմն power bank-երն էլ եք լիցքավորված պահում տանը եւ հեռախոսի լույսերի միջոցով փորձում եք լուսավորել տարածքը շատ հետաքրքիր իրազեկում է դեպի այսա շատ կարեւոր է վարորդների համար խնդրեմ մեքենան մի կայանեք ծառերի, սյուների, գովազդային վահանակների տակ, կիսակառույց շինությունների մոտ
Լավ։ Հասկացա։ Երթևեկելիս նվազեցրեք արագությունը, հնարավորինս ավելացրեք հեռավորությունը մյուս մեքենաներից։ Այո, մեկ էլ տեսար ու քեզ քամին շպրտես տարավ։ Դե ասում է կարող է ուժեղ կողային քամին քեզ շեղել ընթացքից ու հատկապես բաց տարածքներում, որովհետև քամուն պահող ոչ մի բան չկա բաց տարածքում։ Բայց շատ կարևոր է հետևել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պաշտոնական հաղորդագրություններին, անհրաժեշտ օգնություն ստանալու համար զանգահարել ներքին գործերի նախարարություն օպերատիվ կառավարման կենտրոն 112 հեռախոսահամարը։ Եթե քամին քշեց տարավ զանգում ես, ասում ես քամին տարել է։ Օթից զանգում ես, քամին տալու է։ Փրկեք։ Բայց այստեղ մի կարևոր բան էլ կա, հատկապես նման իրավիճակներում հարգելի վարորդներ, խնդրում ենք, աղաչում ենք, հեռախոսի մեջ մի մտեք, ուղղակի նայեք ձեր շուրջը, փորձեք ճիշտ հաշվարկել, որպեսզի հասկանաք, թե որը որից հետո պետք է իրականանա։ Ուզում եմ հասկանալ ինչի՞ է ծնգլ եղանակի մասին, որ քամին սիրում է, տանում է։ Բայց ես կփոխեմ երաժշտությունը եւ գնանք դեպի ավտոճանապարհներ։ Գնանք, այդքան էլ բարվոք վիճակում չեն ավտոճանապարհները, որովհետեւ Հայաստանի տարածքում իհարկե հիմնականում անցանելի են, բայց դե գիտեք Արագածոտնի մարզում Ամբերտ Բարձր Լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Գարիլիչ տանող ավտոճանապարհները շարունակում են փակ մնալ, հորդորում ենք բացառապես երթևեկել ձմեռային անվադողերով Ստեփան Զմինդալարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար եւ ճանապարհային դեպարտամենտից նաեւ տեղեկանում ենք, որ ելի փակ ճանապարհներ կան, բուկ կա, ձյուն կա, ամեն ինչ կա։ Խնդրեմ ըստ տարածաշրջանների Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Դիլիջանի, Տավուշի, Սևանի, Հրազդանի, Ճամբարակի տարածաշրջաններում, նաև Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնացքում եւ M4 միջպետական ավտոճանապարհի Չարենցավանի հատվածում ձյուն է տեղում։ Դե բա տեսնում ես։ Այսինքն վիճակը։ Ահա։ Դե քաղաքում ինչ վիճակ է դեպ։ Քաղաքում արի տեսնենք։ Այստեղ ռադիոլսողների մեկնաբանություններն եմ կարդում, մի ոլ ծիծաղեցի։ Քամին տարել է ինչ-որ մեկին։ Չէ, քամիների հետ չի կապված, իմ ձայնի ու կոնտրաստ երաժշտության հետ է կապված։ Սահակ Սարգսյանն ասում է Տիգրան ջան, լո դիպնել չէր խանգարի, չէ, Լուսինեի ձայնով։ Լավ տարբերակ է, դեպ ասեմ, ունենք վթարներ։ Քո ձայնը կտրվեց իմ դուր ժամանակ գնում գալիս է։ Տատանումներ, հոսանքան սրբում։ Ինչպես ձյունը, այդպես։ Դե լավ, ճշտենք եւ հասկանանք։ Ունենք վթարներ, Ծանրաբեռնված փողոցներ ունենք մայրաքաղաքի։ Նախ 7 բալ է, ասենք որ 7 բալ է։ Գոհենք գոնե 8 չի, 7-ին սովորել ենք կարծես։ Կոմիտասի վրա ունենք այս պահին ավտովթար, հիմա ես կասեմ թե դա որ հատվածն է, Վաղարշյան Կոմիտաս, հա, փողոցների։ Խաչմերուկի մոտ է մեկ վթար, բայց սա դեռ ամենը չէ։ Մենք էլի վթարներ ունենք։ Իմիջիալուց եթե չեք ուզում դառնալ մեր այս ծրագրի այս հատվածի Քրիստափորի փողոց, խնդրեմ, Քրիստափորի փողոց եւ Սևանի փողոց, այս երկու փողոցների հատման հատվածում ունենք վթար։ Եթերից առաջ ավելի շատ էին, հիմա մի քիչ պակասեցին վթարները։ Դե, չգիտեմ, բնականաբար մեկ կաթիլ անձրև է տեղացել եւ խնդրեմ երթևեկությունը դարձել ծանրաբեռնվել է։ Քրիստափորն ասացի, Բոսոր իդեպ գույնով է ներկված Քրիստափորի փողոցը այս պահին, նաև Տիգրան Մեծն է երկկողմանի ծանրաբեռնված։ Ամիրյան փողոցն է։ Կարծես թե շատ քիչ փողոցներ են, որ կարմիրով ներկված չեն, այնպես որ եթե կարող եք տանից դուրս չգալ այս պահին, դուրս մի եկեք ուղղակի ավելի լավ տարբերակ։ Քամիա բանա, մեկ էլ տեսար քամին քշեց։ Իրականում բավականին ծանրաբեռնված են փողոցները, եթե այսպես նայենք Պողոտան, հա, Մաշտոցի ամբողջությամբ կերծարարված է։ Տիգրան Մեծն է այստեղ։ Եվ մի խոսքով, այստեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում եւ դա էլ իր հերթին բերում է նաեւ Աթենքը խնդրեմ միջտողը երկկողմանի։ Դե Աթենքը չի կարող խցանված չլինել։ Այս որտեղ է սարքում։ Սարյան փողոցում։ Այո, Սարյանի Սարյան որ Մաշտոց, Սարյան Մաշտոց Խաչմերուկում։ Խաչմերուկին մոտ շինարարական աշխատանքներ են Բահով մարդուկ է կանգնած։ Ավելի լավ է գնանք օթային տարածք։ Օթում բարվոք է վիճակը, ոչ մի աշխատանք չկա։ Օթային տարածք տեղափոխվենք հարգելի ռադիոլսողներ, եթե նայում ենք ժամանման սանդղակին, ապա ունենք ուշացում։ Միներալնի ոդի չվերթը, որը 11:05-ին պետք է ժամաներ Հայաստանի Հանրապետություն, վայրեջք է կատարելու 18:10-ին։ Բավականին երկար է ուշացումը։ Ինչի՞։ Չեմ կարող ասել, եւս երկու ուշացում ունենք հարգելի ռադիոլսողներ, կրկին միներալնի ոդի չվերթներն են 12:30-ին պիտի վայրեջք կատարեին Հայաստան
Հայաստան կատարելու են վայրեջք 12:50-ին։ Սա 20 րոպեի տարբերություն է, բայց ահա 11:05-ի փաստորեն չվերթը բավականին ուշ կհասնի Հայաստան։ Մնացած ժամանումները տեղի կունենան ժամանակին։ Գնանք տեսնենք մեկնումների Բայց արիասենք, եթե մարդիկ պետք է գնան դիմավորեն եւ որպեսզի շփոթմունք չառաջանա, Red Wings-ի չվերթն է միներալնի ոդից, որ այդքան մեծ ուշ է գալու, մնացած երկուսը նորմալ է։ Այո, Ազիմուտն ու S7-ն է։ S7-ն են, դրանք Սա դիմավորողների համար է։ Այո, հիմա մեկնումների ցուցակն ենք նայում, ունենք ուշացում կրկին, դե բնականաբար եթե միներալների ոդի չվերթը 18-ի կողմերը ժամանի, նրա թռիչքը դեպի միներալների ոդի տեղի կունենա ժամը 19-ին, հարգելի ռադիոլսողներ։ Կարծես թե քամին եւ մնացյալ եղանակային անբարենպաստ պայմանները որևէ կերպ չեն խանգարել եւ չվացուցակը կարգին է, բոլորը ժամանակին են տեղի ունենալու, սա ուրախացնում է միայն եւ միայն։ Ահա, սա էլ իմացանք հարգելի ռադիոլսողներ, բնականաբար տարադրամի ինչ քամի է արել տարադրամի շուտ։ Փողերը, որը այ ամենակարևորը, ձեր փողերը պահեք տանը, որպեսզի քամին հանկարծ չտանի, ինչպես ասում են, ըստ կենտրոնական բանկի հետևելն են փոխարժեքները օրվա, ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 376 դրամ է, 1 եվրոն 439, 1 ռուբլին 407 դրամ է, վրացական 1 լարին 139, Արաբական Միացյալ Էմիրությունների դիրհամի օրվա փոխարժեքը 102 դրամ է։ Եվ իրանական ռիալը 0.028 բավականին կայուն է, այո, եւ գրեթե փոփոխություններ չի կրում։ Կարծես թե վերջ, մենք ստացանք համապատասխան տեղեկությունները եւ այստեղ մեր ռադիոլսողներն on-line հարթակում բավականին ակտիվ են։ Էստեր Մխիթարյանն առաջարկում է միասին սրճել, իհարկե, յուրաքանչյուր առավոտ մենք միասին կսրճենք։ Հերիկնաս Կարայանն ասում է բարի լույս սիրելիները, սիրոք եղանակը տրամադրող չէ, մեր մոտ հրազդանում ձյուն քամի է։ Ինչ ասեմ, սուրճս վայել եմ ձեզ հետ, մինչև օրը կբացվի։ Այո։ Շաղինե Հակոբյանը մեզ գրում է Միացյալ Նահանգներից եւ ասում է բարի լույս։ Ինչ կասեք Լոս Անջելեսից ինչպես զանգահարել։ Իրականում 010-ը Երևանի կոդն է 553702, դա մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է, պիտի զանգահարեք այս հեռախոսահամարով բացառապես։ +374 10 55 3702 ասացի։ Եվ Հերիկնանցն ասում է, ես էլ պիտի գամ Երևան, արդեն չգիտեմ գամ թե չգամ, չեմ կարող ասել, բայց այն որ ճանապարհներն այդքան էլ բարենպաստ չեն, դա փաստ է։ Այստեղ Խակուստի նվերների խանութ աքսեսուարներ եւ այլն անունով օգտատերն է մեզ ողջունում, ասում է բարի լույս սիրելիներս, չնայած ձյուն է տեղում մեզ մոտ, բայց թորնիկից ծննդյան օրը արև եւ ջերմություն է տալիս եւ չի խանգարում, վատ եղանակը շատ լավ է։ Կարինե Մկրտչյանն է մեզ ողջունում, ասում այսօր նոր լուսաբաց է, նոր կյանքի կոչող ու արարող լուսաբաց, փոխվում է կյանքի ընթացքը Հայաստանում, ամեն ինչ լավ է լինելու։ Տեսնենք։ Դե ինչ այսպես ի պատիվ Արևմտյան քամու մենք լսում ենք քամի։ Ասա սրանից ստացվեց։ Չբաճարի, ծառին թող ցավ չբաճարի, թող վերքը ցավ չբաճարի, ծառին թող ցավ չբաճարի։ Ախ կոնելացիելին է թեկուզ զայն հանիր, բայց այդպես մի նայիր, ախ կոնելացիելին է թեկուզ զայն հանիր, բայց այդպես մի նայիր, աստերը բացել են աչքերը, ունայում են ապշած մեր վրա, մի սպանեք ձեր սերը, դուք երկրորդը չեք ունենա։ Ես այսօր թողնում եմ քեզ իմ սեր ու հեռանում, իմ սրտում այսօր մի նոր վերք է ավելանում, լուսնի աղոտ արտացոլում աչքերիդ մեջ, դեմքի ճպիտը հուսահար, հույսերին վերջ, քամի փոքիր իմ սերն ամասավի, հետո համբուրիր բողոքված քեղերը ծառի, թող վերքը ցավ չբաճարի, ծառին թող ցավ չբաճարի, թող վերքը ցավ չբաճարի, ծառին թող ցավ չբաճարի, ախ կոնելաց
կուզայն հանիր, բայց այդպես մի նայիր, այդպես մի նայիր, ախ կոնելաց եղիր է, թե կուզայն հանիր, բայց այդպես մի նայիր, այդպես մի նայիր, աստերը բացել են աչքերը, ու նայում էր ապշած մեր վրա, մի սպանեք ձեր սերը, դուք երկրորդը էլ չեք ունենա, աստղերը չռել են աչքերը, ու նայում էր ապշած մեր վրա, մի սպանեք ձեր սերը, դուք երկրորդը էլ չեք ունենա. Այո, մի սպանեք ձեր սերը, քամին կգա ու կգնա։ Մի սպանեք նաև ձեր ինտելեկտը։ Դել։ Սա էլ է ձեզ պետք է հակե։ Ինչ էի ուզում ասեի։ Ուզում էի ասեի հարգելի վարորդներ, եթե չեք ուզում դառնալ մեր այս ժամային գոտու խցանումների գլխավոր հերոսը, ապա զգոն եղեք մեքենա վարելիս, որովհետև այսօր մեղմ ասած մի քիչ շոկի ենթարկվեցինք ճանապարհին։ Մեկը իրեն համար չնախատեսված վայրով էր անցնում, Մեկը չէ, չնախատեսված երկուսը։ տեղից շրջանցում էր կատարում կտրելով մեզ, մյուսը որոշեց, որ Շրջադարձ։ շատ նեղ շրջադարձ, մյուսը որոշեց, որ շատ նեղ փողոցով պետք է շատ մեծ արագությամբ Աչից վազանց անի։ Այո, մի խոսքով Մի ուրախ արեք, էր, ժողովուրդ, մի արեք, մի մի արեք։ արեք, իսկապես մի արեք։ Միևնույնն է, 1-2 մեքենա անցակ, երրորդը արդեն փակ է, հա, խցանում է, առանց չեք կարող շարժվել եւ ամենակարևորը վերջում գնալ եք ու կանգնեք կարմիր լույսի տակ բոլորի հետ միասին հավասար։ Մի փորձեք խցկվել Չեք աչից։ կարող, հատկապես որ փողոցում շատ են նաև ոստիկանները, որոնք հետևում են երթևեկության կանոններին, որպեսզի խախտումներ Եթե ասում են ինչու են այդքան տեսախցիկներ ավելացնում։ Միևնույնն Բայց է չի օգնում։ ծիծաղելին գիտես որն է, որ այդ օրբելի հատվածում, թունելի հատվածում տեսախցիկ են դրել, որպեսզի այդտեղ միանգամից շրջադարձներ չանեն մեքենաները մի քանի քայլ այն կողմից են անում այդ շրջադարձը։ Տեսախցիկից Դա էլ այն կողմ, բավարար չի, ինչպես այո։ ասում են։ Ինչեւ ապրիլի 9-ը, օրը 5 շաբթի, այսօր մի տեսակ խառը եթերը մեզ Ա, մոտ ոչինչ։ երևի քամու Իմ ձայնից է, քամու իմ ձայնից է։ ուժգնությամբ է պայմանավորված քո ձայնով, բայց օրացույցը ձերքի տակ կա եւ մենք հիմա այն կբացենք եւ կհասկանանք ինչ կա չկա։ Այսօր ազգային տոներից ենք սկսում, նահանգներում նշում են Ուինստոն Չերչիլի ազգային օրը։ Ահա, գնանք առաջ ռնգեղջյուրների Ահա։ ազգային օրն է նաև Միացյալ Նահանգներում։ Շատ լավ օր են նշում հավասար վարձատրության օր։ Բայց համաձայն չեմ հավասար վարձատրությանը։ Տիգրան ջան, Բա։ մեկը լավ է աշխատում, մյուսը վատ է աշխատում, մեկը քիչ է աշխատում, մյուսը Կամ շատ է դու աշխատում։ աշխատես, մյուսը վարձատրվի։ Հա, հետո։ Բա, ոնց կգիտես։ Չէ, եկեք այսպես արդար վարձատրման օր համարենք սա։ Լավ, իսկ այ համաձայն ես այս օրվա Այո։ հետ։ Հնաոճ իրերի հոգատարության Այո, ազգային շատ օր։ համաձայն եմ, որովհետև շատ իրեր իրենց մեջ ունեն յուրատեսակ պատմություն եւ հաճելի հիշողություններ են արտնացնում ու այո, հենց այդ իրերն են, որ հաճախ մեզ ժպիտ են պարգևում, ջերմացնում են մեր հոգիները եւ մենք պետք է հոգատարություն ցուցաբերենք։ Շատ ռոմանտիկ ստացվեց, ինչը չէ, ասի հաջորդ տոնի մասին, ալկոհոլային սկրինինգի ազգային օր։ Աստվածիմ։ Փորձակնություն ենք անում։ Ալկոհոլային սկրինինգ։ Այդ որտեղ կարդացիր։ Հա, տեսա։ Նահանգներում են։ Էլի։ Ահա։ Իհարկե, մանուկների, չէ, մանուկ չէ, բալամ, մականունների, այսօր ինձ հետ ինչ-որ բան է կատարվում։ Ջամբոյի օրեր կան նաև նահանգներում այսօր, Վարսակի համաշխարհային Բայց փառատոն։ մականունների օրը լավն էր, Վատ դուրս չի, եկա, հա։ բայց այնպես չի, որ այդ մականունները ամեն օր չեն ասում, էլի։ Տես Մարդիկ ինչ- էլ կան տես հաշտվել ինչ- են իրենց տես ինչ եմ մականունների հետ, գտել։ այդ տարբերակ չկա, ասա։ Սառնամանիքը զմրսելու արարողություն Գվատեմալայում այսօր։ Գվատեմալայում Սառնամանիքը ֆիքսեք, զմրսում էլի։ են։ Պատկերացրեցի։ Դրանով է պայմանավորված, որ գին քամիների ներխուժում չգիտեմ։ Հայաստանի Հանրապետություն։ Իսրայելում ընտանիքի օր են նշում։ Գնանք առաջ։ Ինչ կա այստեղ։ Ջենկինսի ականջի օրը նշում են Մեծ Բրիտանիայում։ Բարևներ Ջենկինսին։ Բարևենք։ Այստեղ մի տոն կա, որ եթե ասեմ կքաղաքականացվի դրա համար չեմ Գոչ, ինչու ես ասում։ Այսա։ Չէ, ես շատ շնորհակալ եմ ասում։ Գնանք առաջ, լավ։ Ազգային Ինտրիգա միասնության օր են նշում մեր հարևանները Վրաստանում։ Իսկ կարող ես ասել, ուրախացնող գազի ծննդյան օրը ո՞րն է, որ Ռուսաստանում նշում են։ Գազը Այդ այն գազի մասին է խոսքը, որ այդպես ուրախացնում է բոլորին։ Չգիտեմ ճիշտն ասած, այստեղ գրված է ուրախացնող գազի ծննդյան օրն են նշում։
Ես անկեղծ չեմ կարողանում Թող ամեն հասկանալ։ մեկը իր համար հասկանա թե ինչ գազ է դա։ Ինչից է ուրախանում։ Դե հա, եւ կարծեմ խիզախության օրն են նշում Ֆիլիպիններում եւ այսքանով ավարտեք։ Բավական է, այսօրվա ազգային օրացույցը շատ տպավորիչ էր, ես կասեի։ Տեսնենք ինչ հետաքրքիր իրադարձություններ են գրանցվել։ Խնդրեմ երաժշտական աշխարհից 1970-ի այսօրը Փոլ Մակքարթնին հայտարարեց, որ այլևս չի համագործակցելու Ջոն Լենոնի հետ եւ որով վերջ դրվեց Beatles խմբի գոյության, այսինքն հենց այսօրն եղել 1970-ին։ Կարվել են ասել դեց տեսություն, ես գնացի։ Իմիջայլոց տեղափոխվենք 1967 թվական առաջին թռիչքն է իրականացրել Boeing 737-ը։ Ասեմ երկու հարգանի են Լավ, այն 4 սենյականոցն է, 4 սենյականոց, ես էլ եմ, բայց այստեղ մեկ կարևոր սուրճ ես խմում 1989 թվականի այսօրը Douglas Engelbart-ը մրցանակ է ստացել համակարգչային մկնիկը ստեղծելու համար։ Այս մկնիկը։ Այ, որով մենք աշխատում ենք։ Ահա, 2005 թվական արքայազն Չարլզը ու Կամիլա Պարկեր Բոլզը ամուսնանում են Վինձոր քաղաքում։ Ես նստված Վանաձոր քաղաքում, բայց արիպես Վինձոր քաղաքում։ 1966-ի հենց այսօրը Վատիկանը պաշտոնապես վերացրել է արգելված գրքերի ցանկը։ Գեխորտը հանել են։ Ահա, էլ չէին մի խոսքով։ Ահա, գնացինք, շարունակենք, կարծես թե վերջ։ Իրադարձություններից էլ վերջ։ Չէ, մի բան մնացել է, կարևոր, ասա։ Ֆրանսիայի գյուտարար Էդուարդ Մարտինվիլը կատարել է առաջին ձայնագրությունը, որը պահպանվում է Փարիզյան արխիվում։ Դա եղել է 1860 թվականին։ Ինչ լավ է, որ ուզում ես իմանալ ովքեր են ծնվել այսօր, Լուսինե։ Ուզեմ, պիտի ասեք։ Ժան-Պոլ Բելմոնդոն, խնդրեմ, Մեսսելի ֆրանսիացի դերասան, նա ծնվել է 1933-ի այսօրը։ Քրիստիան Ջեյմս Ստյուարտն է ծնվել 1990 թվականի այսօրը։ Բազմաթիվ ֆիլմերից նրան շատ լավ ճանաչում եք, շատ երիտասարդների սիրելի դերասանուհին է։ Էլ ինչ մնաց, կարծես վերջ։ Ամերիկացի դերասան Ուորդ Բոնդն է ծնվել 1903-ի այսօրը, իր կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է 200-ից ավել ֆիլմերում, որոնց շարքում նաև Քամուց քշվածներն էին, նաև Այս հիանալի կյանքը, կամ դա եղել է մի անգամ գիշերը ֆիլմերը։ Իսկ ինչու Playboy-ին չես անդրադառնում։ Ուր է, չտեսա։ Ինչպես կարելի է։ Playboy ամսագրի հիմնադիր գլխավոր խմբագիր Հյու Հեֆներն է ծնվել այսօր 1926-ին։ Անկեղծ ասած չէի տեսել, բայց դա ճիշտ էր, որ դու ասեի։ Ես չեմ կարդացել այդ ամսագիրը, բայց շապիկը միշտ տեսել եմ գովազդներում։ Ես շատ կուզեի ասել, որ այսօրն է ծնվել ռադիոլուրի մեր գործընկերը, բայց ավաղ նրա այսօր նրա ծննդյան օրը չէ, նա գալիս է 9:57 իր ժպիտով միշտ ասում է բարի լույս, մենք էլ նրան ենք ողջունում, Հասմիկ Պարտիրոսյանն է տեղադրում։ Հասմիկը ոչ անց 56 է գալիս, ոչ անց 58, ուղիղ 9:57։ Ուղիղ եթերի աշխատանքը այսպեսին է, որ մենք։ Այո, ես կարգապահ եմ եթերում։ Ոնց որ նրա հոսը թեթևացել է, վերջո բացվում է նեղուցը քիչ-քիչ եւ հաշտության են եկել։ Ոչ, նեղուցը դեռևս փակ է։ Դեռ բանալիները չեն գտել, բայց հուշում կար, որ բանալին դրան տակ է։ Տեղնիմացել են։ Twitter-ում քաղաքական կատակներ էին, այսպես X-ում քաղաքական կատակներ էին պատտվում եւ այսպես նայում ես ու ասում ես բանալին երևի դեռևս չեն գտե կամ գտել են չեն կարողանում բացել։ Չէ, հուշեցին, բացել։ ասացին դրան դիմացի այդ շորի տակ է։ Բայց տալու են, չէ, ասացին երկու շաբաթ արդեն։ Չէ, այստեղ երկու շաբաթ Ավելի ընդգրկուն ես կպատմեմ այդ մասին քիչ, քանի որ շատացարի խախտումներ են տեղի ունեցել, դրա համար էլ հրաժարվում են։ Բայց մեկ ուշագրավ լուր ներկայացնեմ, իսկ ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, Հորմուզի նեղուցը փակ է թե ոչ, հրադադարը խախտվել է թե ոչ, ինչ հայտարարություններ են հնչել քիչ ավելի ուշ, բայց հետաքրքիր լուր, չգիտեմ, մենք կհասցնենք ռադիոլուրի շրջանակում անդրադառնալ թե ոչ, NASA-ի Արտեմիս 2 առաքելության 4 տիեզերագնացները վերադառնում են տուն, լուսնի հակառակ կողմի շուրջ 7 ժամյա, այո, 10-օրյա էր առաքելությունը, 7 ժամյա թռիչքից հետո, որի ընթացքում նրանք, այո, երկրից հեռացել են ռեկորդային հեռավորության վրա։ Եթե կուզեք ռեկորդը նշեմ, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, ես փաստերը ներկայացնեմ, Արտեմիս 2 առաքելության տիեզերագնացները գերազանցել են երկրից հեռանալու ռեկորդը, որը 1970 թվականին պատկանում էր Ապոլոն 13-ին, կազմում էր 400,171, իսկ այս առաքելությունը 406,771 կիլոմետր է հեռու եղել, այնպես որ 6 կիլոմետրով շուրջ գերազանցել են ռեկորդը։ Իմիջիայլոց բազմաթիվ բլոգերներ եւ մասնագետներ փորձում են սոցիալական հարթակներում ապացույցներ փնտրել, որ բեմադրված է եւս եւ իրականությանը չի համապատասխանում։ Այո, ես ինքս տեսել եմ, բայց քանի որ մենք փաստերն ենք արձանագրում, փաստում ենք։ Այո։ 10:01 րոպե, ես ասեմ մեր ժամացույցով, այնպես որ լուրեր այս պահին։
Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է ներկայացնել ժամի լուրերը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ներկայացվելիք թեմաները նախ համառոտ։ Ղազախստանի արտաքին գործերի եւ տրանսպորտի նախարարները Երևանում են, ինչ հարցեր են քննարկելու հայ պաշտոնակիցների հետ դեռ հայտնի չէ։ Իսրայելի նոր հարձակումների դեպքում Իրանը կլքի հրադադարի ռեժիմը, հայտնում է Թասնիմը։ Թրամփը հրադադարի չպահպանման դեպքում ավելի ուժգին հարվածներով է սպառնում։ Իրան է մեկնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանագնացը։ Թեմաները գրկուն վարքյաններ անց։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքանը այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան, արտգործնախարարությունից հայտնում են վաղը արտաքին գործերի նախարարությունում կկայանա արտգործնախարար Արարատ Միրզյանի հետ հանդիպումը, որից հետո արտաքին գործերի նախարարները մամուլի համար համատեղ հայտարարությամբ հանդես կգա։ Երեկ էլ Երևան է ժամանել Ղազախստանի արտգործնախարարը Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի արտգործնախարար Երմեք Կոշերբաևին, Հայաստանի եւ Ղազախստանի նախարարները քննարկումները մեկնարկել էր նախարարների ինտրիգի ձևաչափով 3 հանդիպումները կշարունակվեն այսօր նաեւ առանձնազրույց տեղի կունենա եւ կողմերը մամուլի համար հայտարարություն կանեն։ Պատվիրակության կազմում է նաեւ Ղազախստանի տրանսպորտի նախարարը, նշեմ 3 Երմակ Կոշերբաևը եւ տրանսպորտի նախարար Ադրբեջանում հանդիպել են Իլհամ Ալիևի հետ, Ադրբեջանի նախագահը Բաքու ժամանած ղազախական պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր։ Դոնալդ Թրամփի կողմից Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարելուց 2 օր անց Հորմուզի նեղուցը մնում է գործնականում փակ եւ իսրայելական ուժերը շարունակում են հարվածել Հեզբոլլահի դիրքերին Լիբանանի հարավում։ Իսրայելը պնդում է, որ հրադադարի համաձայնագիրը չի վերաբերում Լիբանանին, մինչդեռ Իրանի իշխանությունները պնդում են հակառակը եւ պահանջում են դադարեցնել հարվածները։ Մասնավորապես BBC-ն անդրադառնալով այս թեմային գրում է, չնայած ԱՄՆ նախագահի պնդումներին, որ Թեհրանը համաձայն նեղուցի լիակատար եւ անհապաղ բացմանը, չորեքշաբթի օրը միայն մի քանի նավ է նավարկել եւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնում է ոչնչացնել ցանկացած նավ, որը կփորձի անցնել առանց թույլտվության։ Թասնիմ գործակալության փոխանցմամբ էլ երկրի բարձրագույն իշխանությանը մոտ կանգնած աղբյուրն է հայտնում, եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Լիբանանին, Իրանը կլքի հրադադարի ռեժիմը։ Մեկ այլ իրանական լրատվամիջոցի ֆարս գործակալության տեղեկություններով էլ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածներից անմիջապես հետո դադարեցրել են նավթային լցանավերի շարժը Հորմուզի նեղուցով, լուրը նաև հաստատում է BBC-ն։ Այժմ հայտարարությունների մասին Իրանի խորհրդանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է, հրադադարի 3 առանցքային կետ է խախտվել բանակցությունների մեկնարկից առաջ, նման իրավիճակում երկկողմ հրադադարը կամ բանակցությունները անտրամաբանական են։ Ղալիբաֆը նշել է, որ Լիբանանում շարունակվում են կրակոցները, անօդաչու թռչող սարք է ներխուժել Իրանի օդային տարածք եւ Իրանի կողմից ուրան հարստացնելու իրավունքը մերժվել է։ Ուրբաթ օրը Իսլամաբադում սպասվող բանակցություններին Իրանի պատվիրակությունը կղեկավարի երկրի խորհրդարանի խոսնակը, իսկ ամերիկյան կողմը կգլխավորի բանակցային թիմը ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ 3 ժամին Ջեյդի Վենսը պատասխանել է Ղալիբաֆին, մասնավորապես ասել է, Միացյալ Նահանգները երբեք չի խոստացել, որ Լիբանանը կներառվի հրադադարի համաձայնագրում։ Նաև ընդգծել է, մենք իրականում չենք մտահոգվում նրանով, թե ինչ են նրանք պնդում իրավունքի վերաբերյալ, մենք մտահոգվում ենք նրանով, թե ինչ են նրանք իրականում ասում։ Ջեյդի Վենսը այսպես է պատասխանել ուրանի հարստացման իրավունքի վերաբերյալ Ղալիբաֆի հայտարարությանը։ Իսկ մինչև այդ ԱՄՆ նախագահը ասել է, որ երկրի զինված ուժերը կմնան Իրանի շուրջ այնքան, քանի դեռ լիովին չեն պահպանվել հրադադարի պայմանները, մասնավորապես Թրամփը սոցիալական ցանցում հետևյալ գրառումն է արել. ամերիկյան բոլոր նավերը, ինքնաթիռները եւ ռազմական անձնակազմը լրացուցիչ զինամթերքով սպառազինությամբ, ինչը անհրաժեշտ է արդեն իսկ զգալիորեն թուլացած հակառակորդի մահացու հետապնդման եւ ոչնչացման համար, կմնան իրենց տեղերում, Իրանում եւ նրա շրջակայքում մինչեւ լիովին պահպանվի
պահպանվի իրական ձեռքբերված համաձայնությունը։ Ըստ Թրամփի, եթե ինչ-ինչ պատճառներով երկշաբաթյա հրադադարի կետերը չկատարվեն, ապա կսկսվի ավելի մասշտաբային եւ ուժեղ հարձակում, քան երբևէ տեսել է որևէ մեկը։ Սա մեջբերում էր Թրամփի խոսքից։ Իսկ Իսրայելը Լիբանանին հասցրել է ուժգին հարված, 250 զոհ կա, Հեզբոլլահն էլ վերսկսել է հրթիռային հարձակումներ Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Իրանի նախագահը հայտարարել է Լիբանանում հրադադարը կարևոր պայման է Միացյալ Նահանգների հետ կնքված հրադադարի համաձայնության համար։ Եվ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն էլ, որը միջնորդել է հրադադարի հարցում, X-ում է գրառում արել, որ իրանական եւ ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ օրը հրավիրել է հանդիպել Իսլամաբադում։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ինչպես կզարգանան իրադարձությունները կտեղեկացնենք Ռադիոլուրի հաջորդ եթերաժամերի ընթացքում։ Մնացեք հանրային ռադիոյի հետ ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:10 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ հարգելի ռադիո լսողներ եւ անկախ նրանից ինչ եղանակ է, որքան ուժեղ է քամին, դուք ունեցեք լավ տրամադրություն եւ փորձեք նույնիսկ այդ ուժեղ քամին վայելել։ Մի քիչ խենթ է թվում, բայց դե հիմա որ չվայելեցին քամին հոճի գնալու, լինելու է, չէ՞ մնալու է։ Այնպես որ Այո, այնպես որ վայելում ենք ցանկացած աշխատանքային օր միասին։ Եվ ճիշտ կազմակերպում ենք մեր գործերը։ Սա շատ կարեւոր է։ Ապրիլի 9-ն է օրը 5 շաբթի, այսօր աշխարհը նշում է մենեջերի միջազգային օրը եւ սա օրը երբ գնահատում ենք այն մարդկանց աշխատանքը, ովքեր կանգնած են կազմակերպությունների հաջողության հիմքում։ Այո, եւ մենք փորձենք միասին հասկանալ աշխատակիցների եւ ղեկավարների հարաբերությունները եւ ինչպես կառուցել առողջ թիմ ու վստահություն եւ բնականաբար այս հարցում եւս մեծ գործ են անում մենեջերները, որոնց կազմակերպվածության, մտածողության, ճիշտ մտքի շնորհիվ տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք ինչու ոչ հաջողություն են բերում։ Սիրով ուզում ենք ողջունել մեր հյուրին, Digital ընկերության product manager Նելի Օգանեսյանին, ասում ենք բարի լույս։ Բարև ձեզ։ Vector Digital-ում ինչ միջավայր է։ Միջավայրը ընկերական է, ջերմ ու փորձում ենք այդ միջավայրը ապահովել։ Ու ինչ շատ ճիշտ ասեցիք, որ հենց մենեջերն է, որ պատասխանատու է այդ մթնոլորտը ապահովելու համար։ Փորձում ենք նենց անել, որ ոչ մեկ չընկճվի իր մտքերը արտահայտելուց, չգիտեմ, բոլորը կարող ենք ճիշտ ժամանակին բացահայտել խնդիրները, փորձել ճիշտ լուծումներ տալ ու այդ կոլեկտիվ ոնց որ միջավայրը ապահովել, որ ճիշտ ոնց որ պրոդուկտիվ ոնց որ լուծումներ կարող ենք ապահովել։ Ինչքան շատ մարդ է մասնակցում այդ որոշումներին, այդքան ավելի լավ է։ Պետք է նենց անենք, որ բոլորը կարողանան մասնակցել։ Խառնաշփոթ չի լինում, որ բոլորը մասնակցում են այստեղ։ Իհարկե լինում է, ոստեղ էլ է մենեջերը փորձում այդ process-ը կարգավորել։ Ոնց որ փորձում եք իրար չեն։ Այդ ամենը։ Բայց պրակտիկայի վրա ասենք այդքան գեղեցիկ չի։ Դե ասեք հասկանանք, ինչ է անում product manager-ը։ Product manager-ը Ռեալ շատ լավ։ գործնականում։ Հա, ռեալ փորձնականում։ Եկեք սկսենք։ Ուրեմն առաջինը կլիենտի հետ շփումն է։ Կլիենտները լինում են պատվիրատուները լինում են մի քանի տեսակի։ տեսակի, այո, բարդ եւ ավելի բարդ։ Բայց բոլորը սիրում են։ Այո, ոնց է ստեղ կարևոր է ճիշտ հասկանալ պատվիրատուին, ճիշտ հարցեր ձևակերպել, իր միտքը ճիշտ հասկանալ ու այդ միտքը ճիշտ ոնց որ ձևավորել, հա։ Այդ ձևավորել ասելով մենք պետք է հասկանանք, թե որոնք են հիմնական ֆիչերները, հայերենից ֆիչերներ ենք ասում։ Այն ոնց որ մասերն են աշխատանքի, որոնք մենք կարող ենք ապահովել։ Որոնք են այդ մասերը, ֆիչերները, իրան ճիշտ estimation տալ ու ճիշտ պրիորիտետներ տալ։ Նա պետք է հասկանալ արդյոք այդ կլիենտի միտքը ինքը շուկայում ոնց որ արդիական է, թե չէ։ Կան այդպիսի մտքեր, թե չէ։ Ոնց կարող ենք անել նենց, որ այդ միտքը լինի էլ ավելի լավը։ Իսկ չեք ասում, որ օրինակ արդիական չի, եկեք ուրիշ բան մտածենք, հեշտ են համոզում, դες մեն ոչ, դա իմն է եւ ես ուզում եմ այսպես։ Դե վերադառնանք նրան, որ կլիենտները լինում են բարդ եւ ավելի բարդ։ Ու նաեւ ոնց էր, երբ որ մենք ունենք միտք, մի քիչ բարդ է, չէ՞, այդ մտքից շեղվել է, հրաժարվել է, հա, բայց ոնց որ նաեւ մեր success-ն է, կլիենտի success-ը, դրա համար մենք փորձում ենք լինել մաքսիմալ օբյեկտիվ եւ անկեղծ ու անում ենք մարքեթի հետազոտություն, հա։ Ոնց որ դա պետք է ամեն ինչը չափելի լինի ու մենք չենք կարող ուղղակի գալ ասել դա ռեալ չի անելը։ Մենք պետք է բերենք արգումենտներ, այդ արգումենտները պետք է լինեն չափելի։ Արվում է հետազոտության արդյունքում մենք ներկայացնում ենք ու միասին արդեն որոշում ենք, թե ինչի վրա շեշտը կարելի է դնել։ Ու այդ որոշումը ոնց որ երկկողմանի է իհարկե, որտեվ ոնց որ մենք պետք է գանք կոնսենսուսի, այդ կոնսենսուսը պետք է երկուսին դուր գա, հա, ու մենք պետք է երկուսս էլ հավատանք, որ այդ product-ը success-ի բերվելու մարքեթում։ Հաջողության։ Ինչ կարող է ընդունելի մենեջերի խոսքը ընկերության սեփականատերերի համար եւ արդյոք այստեղ բախումներ տեղի չեն ունենում եւ վերջում ով է հաղթում։ Բախումներ իհարկե տեղի են ունենում, հաղթում է այն մարդը, ում մոտ արգումենտները ավելի շատ են։ Փաստարկված են ամեն ինչ։ Այո, ոնց ասի, ամեն ինչ պետք է լինի չափելի եւ օբյեկտիվ։ Եթե մենք ունենք կոնկրետ process, ձևակերպված, այդ process-ը պետք է ունենա կրիտերիաներ, հա, ոնց հասկանանք արդյոք ինչ-որ մի բանը կաշխատի, թե չէ։ Արդյոք մենք ինչ-որ բան սարքեցինք, դա լավն է, թե չէ։ Այ ոնց եք համոզում, ասեք, չէ, սա ճիշտ է։ Ահա, մենք բերում ենք օրինակ փաստարկներ, անում ենք հետազոտություն ու բերում ենք թվեր։ Թվերը ոնց որ
ամեն ինչում թվերը խաղում են դեր, հա։ Չգիտեմ, ինտերվյուն լավ է անցել, թե չէ, պետք է գնանք նայենք, տեսնենք թվերը լավն են, թե չէ, լայքերը ավելի շատ են, թե դիսլայքներն են ավելի շատ, կոմենտները կարդանք։ Օրինակ, այս կոմենտները ռեալ մարդկանց կոմենտներ են, թե ինչ որ fake կոմենտներ են, դա չէ, պետք է հասկանալ որակը։ Այսինքն ամեն ինչի հիմքում ընկածա թվերը ու ոնց որ այդ թվերը ճիշտ ներկայացնել ու այդ որակը թվերի ապացուցելու։ Ու հաղթում այն մարդը, մոտ այդ ճիշտը, հա, թվային ճիշտը ինքը ավելի ուժեղ է։ Որովհետև փաստեր են խոսում, հա, այս հա, բարակայում։ Մենեջերը նաև պետք է շատ լավ լեզու գտնի աշխատակիցների հետ, ինչ որ չափ լինի նաև սիրված եւ հարգված։ Եթե այդ հանգամանքները չկան, արդեն մենեջերի գործն է շատ բարդանում, որովհետև այստեղ չի լինում հարգանք, չի լինում վստահություն, այս երրորդն էլ վստահությունն է։ Ինչ հմտություններ են մարդկային խառնվածքում պետք, որպեսզի լավ մենեջեր դառնա մարդը։ Ակում հարգվածը ամենակարևորն է, թե ոնց որ մենեջերին կսիրեն թե չէ, դա արդեն ոնց ասեմ, դա երկրորդական է, առաջինը հարգանքն է։ Եթե ոնց որ մենեջերը նաև սիրված է, դա շատ լավ է։ Ոնց որ ձգտում ենք բոլորս դրա։ Դե որ սիրված չլինի, հարգանքը այդքան միայն հարգանքը բավարար չի։ Հարգանքը ոնց որ ապահովել, գոնե դա մինիմումն է։ Դե այստեղ որովհետև այդ նկատի ունեմ էլի զուտ։ Հա, ոնց որ այդ հարգանքը ինքը պետք է երկկողմանի լինել։ Առաջինը մենք պետք է հարգենք բոլոր ոնց որ թմային անդամներին, հա, թմի անդամներին։ Պետք է լսենք, հասկանանք ոնց որ թմի անդամը ինչ է ասում, ինչ խնդիրներ ունի, ինչ լուծումներ ունի։ Շատ կարևոր է մարդկանց ոնց որ որոշումները ու լուծումները բարձրաձայնել, հա, այսինքն ու միշտ ասել, որ հենց այս մարդն է ներկայացրել, հա, իր միտքն է դա։ Մարդիկ իրենց զգում են գնահատված։ Ոգևորվում են, իհարկե։ Ու ոնց որ մարդիկ լինում են տարբեր տեսակի, չգիտեմ, մարդիկ կան, ովքեր ավելի ինտրովերտ են, հա, այնտեղ պետք է մոտեցումը մի քիչ փոխել, հանել իրանց միջից, այն ինչ որ իրանք մտածում են, չգիտեմ, դարդոտում են, բայց իրանց մեջ են պահում։ Մարդիկ կան, որ հիպերակտիվ են, այդտեղ ոնց որ պետք է մի քիչ էլ իրանց հանգստացնել, ասել ամեն ինչ լավ է։ Այսինքն մենեջերի համար չկան սիրված եւ չսիրված աշխատակիցներ։ Չի կարելի, այդպես ոնց որ նողի նման։ Պետք է լեզու գտնեք, իսկ այ ձեզ հետ ոնց են լեզու գտնում այդ դեպքում։ Նո մենեջերը պետքա լինի այն մարդու հետ ամենահեշտ լեզու ոնց որ մենք պետքա նայն սարքենք, որ ամեն ինչ հեշտ լինի։ Մեզ ոնց որ կոմունիկացիան լավ է։ Բայց տեսեք, մեր իրականության մեջ այդքան հեշտ չէ մարդուն ինչ որ բան, հա, ուղղություն տալ, ինչ որ խորհուրդ տալ, ասում, հա, ես անհատ եմ, ես աշխատակից եմ, ով պետք է ինձ ասի ինչ անեմ բացի իմ տնօրենից։ Բայց չէ որ դերերի բաշխում կա ու այստեղ հաճախ տնօրենն էլ չեն լսում։ Հաճախ ասում են, ոչինչ, ես կանեմ այնպես, ինչպես ես եմ հարմար գտնում։ Հա, նստեղ ոնց որ շատ կարևոր է հայտնվել է երիտասարդ անձնավորություն, մենեջեր եւ ախնդրեմ նա եկել ինչ որ ուղղություն է տալիս։ Ու այդտեղ ամբիցիաներ կան, ոչ առողջ։ Ամբիցիաներ կան, ամբիցիաները լինում են եւ առողջ եւ ոչ առողջ։ Այս պարագայում ոչ առողջի մասին ենք խոսում։ Այստեղ ոնց որ պետքա միշտ բացատրել, թե ինչի համար ենք մենք դա անում, որովհետեւ մենք չենք անում դա, որովհետեւ ես եմ ցենց ուզում։ Մենք անում ենք դա, որովհետեւ չգիտեմ, մենք արել ենք սպեկ, ունենք, չգիտեմ, կոնկրետ ուղղություն, ու մենք բոլորս շարժում ենք դեպի այդ ուղղությունը։ Ու մենք որպես թիմ պետքա ոնց որ ստեղծենք այդ առողջ միջավայրը ու շարժում ենք դեպի այդ ճիշտ milestone ենք, հա, դրան ասում, այդ կետերն են, որոնց մենք ձգտում ենք հասնել։ Ու մենեջերը նույնպես պետքա նենց process-ները սարքի, որ ինքն էլ ոնց որ բացատրի, թե ինչի համար է դա արվում։ Բոլորս նույն ինֆորմացիան ունենանք ու ամեն մարդ հասկանա, թե իր գործը ինչի համար է արվում։ Այսինքն գլխավոր կետ ունենք, որին բոլորս պիտի գնանք շարժվենք, այո։ Ոստեղ ոնց որ ոչ մեկի ոնց ասեմ, ոչ մեկ չի ասում, որ դա պետք է արվի ու վերջ։ Դա պետք է արվի որովհետև։ Երբ որ այդ որովհետևը բացատրվում է, մարդիկ արդեն իրանք էլ են ասում, իսկ կարող է այս կետին հասնելու համար մենք անենք sense-նենց ու կհասնենք էլ ավելի արագ։ Ու հենց մարդիկ սկսում են դա առաջարկել, ես միշտ ասում եմ շատ լավ է, ոնց որ ինչքան շատ տենց մտքեր, այդքան ավելի լավ։ Եկեք բոլորս ոնց որ brainstorm-ը, հա, կոչվում է, մարդիկ հա, ժողով ենք անում, հա, մարդիկ ոնց որ բոլորը փորձում են օգնեն, որ մենք հասնենք այդ կետին։ Ու այդ կետը միշտ պետքա ոնց որ բացատրվի ու հասկացվի, թե ինչի համար, ոնց, եկեք բոլորս նենց անենք, որ էլ ավելի արագ հասնենք այդ կետին։ Հաճախ լսում ենք այ առողջ միջավայր, առողջ մթնոլորտ հասկացություն։ Ինչ է դա իրենց ենթադրում։ Դա այնա ենթադրում, որ ոչ մեկ չի ամաչում իր մտքերը արտահայտելուց։ Նաև չենք ամաչում ձեռք չեն առնում մեկը մյուսին։ Չէ, նո կարող է իհարկե, ոնց որ կատակները ձեռք առնելը ուրիշ բան է։ Չէ, ձեռք առնելը իհարկե։ Բամբասել կարելի է։ Չէ, չարժի։ Սուրճ խմելուց։ Իհարկե չարժի, բայց
Դրանից խուսափել ինձ թվում է անհնար։ Այդել, հա, բայց երևի ամեն ինչ իր ոնց որ ժամանակը, տեղը, հա, ոնց որ պետք է մի փոքր հասկանանք որտեղ ենք դա անում։ Առողջ միջավայրի համար նաև մենք պետքա չամաչենք խնդիրները ու սխալները դուրս բերելուց։ Ուրիշի խնդիրներն էլ անգամ։ Ոստեղ ոնց որ ասեն դու կեղտ ես բռնում։ Հա, այդ կեղտ բռնելը պետքա նենց արվի, որ ինձ թվում է ստեղ կա սխալ։ Որովհետև բայց մենք պետք է այդ նենց արտահայտենք, որ չգիտեմ, դա չլինի անվանական, դա չլինի առանց նեղացնելու ու փորձենք ոնց որ բոլորովս դրան լուծում տալ։ Ու մենեջերի գործը այն է, որ այդ սխալները հնարավորինս շուտ գտնենք։ Այսինքն ինչքան մենք շուտ հասկանանք, որ մի բան այն չենք անում, այդքան ավելի լավ։ Ժամանակը չէ, ժամանակն ենք նայում։ արդյունավետ։ Այո, պրոյեկտը ճիշտ ժամանակին կհանձնենք, այսինքն բոլորի շահն է գալիս այդ սխալը շատ շուտ գտնելուն։ Իսկ եթե վիճաբանություններ են թեժ տեղի ունենում, մենեջերը ի վիճակի է կամ ի զորու է կամ ի պաշտոն է, պիտի խառնվի եւ այդ թեժ վիճաբանությունը, այսպես ասած, ասի վերջ։ Եկամ նաև կամպանիա։ Հա, այդ շատ կարևոր է, նաև կամպանիա մենք ունենք human resource manager, հա, որը հենց այդ գործունեությամբ զբաղվում է։ Այս մեկը հաշտեցնողն է, մյուսը բաժանողը, մյուսը կրվածնողը։ Մենք չունենք օրինակ։ Վատ բան չի։ Կրվածնող մենեջեր չունեք, որ երաշտեմ է հանում։ Դա էլ կարա լինի, ասեմ, այդ աշխատողը։ Հայերի դեպքում այդքան չի աշխատում, որտեվ եթե մարդիկ փորձում են կռվել իրենց տեսակետը մինչև վերջ ապացուցել, նշանակում որ մարդուն իր գործը, ոնց ինչ որ ինքան շատ կարևոր է։ Ոստեղ ոնց որ նեն չի որ միշտ դա վատ է, եկեք խոսանք, մենք մեկ-մեկ կարող է լինել նաև էմոցիոնալ, բայց դա վատ չէ, նշանակում է որ մարդիկ իրոք ուզում են իրենց գործը շատ լավ արված լինեն։ Ոստեղ վերջում բայց պետքա ճիշտ ոնց որ բալանսի հետ բերել ու վերջում պետքա ճիշտ ոնց որ դրույթները, հա, հանել, թե մենք վերջում ինչի եկանք, հա, ինչի եզրակացության եկանք։ Աշխատակիցներ էլ կան, չէ՞ որ միշտ խոստանում են, ինչ անես, ինչ առաջարկես։ Անիմաստ ընդդիմություն են կամում։ Իրենց դուր չի գալիս, ինչպես եք վարվում նրանց հետ։ Դե ոնց որ ես արդեն սովորեմ, որ միշտ առաջի բառը դա չեն, հա, այսինքն ես գալիս եմ ինչ որ մի բան եմ ասում ու առաջինը դա լինում է, չէ։ Ու հետո պետք է հասկանալ թե այդ չէի հիմքում ինչն է անկած, չգիտեմ, կարող է ժամանակը ավելացնենք, դա ստացվի։ Կարող է ռեսուրսները ավելացնենք, դա ստացվի։ Կարող է, չգիտեմ, ոչ թե հենց սեղանը սարքեն կապույտ գույնի, կարմիր գույնի ու բոլորս ոնց որ կլինենք ուրախ, բայց դրանց ոչ մի բան չի փոխվի, ուղղակի գույնն է փոխվել, բայց հիմա այդ արդեն բան է, դրա անունը կոչենք doable, հա, արդեն կարանք այդ անենք։ Այսինքն այդ չեն պետքա փորձել դրա տակ ինչ է անկած ու ոնց որ այդ չեն վերածել հայի։ Այդ էլ ոնց որ խոսակցության, չգիտեմ, հոգեբանական աշխատանքը, այո։ Մենք խոսեցինք կներես ամենակարևորի մասին, մոտիվացիայի մասին, արդյոք մենեջերը պետք է մոտիվացնի աշխատակիցներին։ Այդ իմ կարծիքով շատ կարևոր է ու ոնց որ այս եղանակին երբ որ անձրև է դուրսը, ոնց որ իհարկե պրոդուկտիվությունը ընկնում է։ Տեղում մոտիվացիան կգա։ Այլ ժամերի նկատի ունեմ, ոչ առավոտյան, ցերեկային ժամերին։ Ինչ եք անում։ Ոնց որ հա այդ մենեջերից է գալիս այդ մթնոլորտը, ոնց որ ամենասկզբում ասեցի, ու մենեջերը ոնց որ պետք է նաև տրամադրություն ստեղծի, ինչ է ոչ օրինակա ծառայում մենեջերը, որտեղ առաջինը խոսում է մենեջերը, հա, մենք հավաքվում ենք միտինգի, աժողովի, ոնց որ մենեջերը ներկայացնում են այսօր ինչ պետքա քննարկենք։ Եթե մենեջերը դա ներկայացնես տխուր, դարդոտված, բարձր արդեն հիմքը դրված է տխուր։ Ինչ անեկդոտ եք պատմում։ Կարելի է եւ անեկդոտով սկսել, իրական sense պրակտիկա էլ կա, դա կոչվում է, որ ոնց որ սառույցն ենք էլի հալեցնում, սկսում ենք լավ բանից, ինչ որ պոզիտիվ նոտայից ու արդեն միտինգը սկսում է վատ բաներն եք ասում։ ասում։ Չէ, ժողովում ելույթն էլ է ելույթ ի վերջո եւ պիտի կարողանաս ճիշտ հնարքներ գտնես։ Ես ուրիշ բան եմ ուզում հասկանալ։ Ասացիք իրար հետ կրվածնողներին հաշտեցնող մենեջեր կա, կրվածնող մենեջեր կա, մեկը, չգիտեմ, դարդերը լսող մենեջեր կա, կերակրող մենեջեր կա։ Մի հատ կասեք, քանի տեսակի են ձեզ մոտ մենեջերներ, քանիսն են։ Ոյ, մենեջերները մեր կազմակերպությունում, ուրեմն մեկը human resource manager-ն է, Լիլիա, բարև ձեզ։ Բարև ձեզ։ HR-ին է, որոշակի փող։ Հա, HR-ն է, այստեղ ոնց որ եթե կա լարվածություն, հա։ Դե հա, դա HR-ի բոլորը կարող են գալ HR-ին ասել, որ կա տենց լարվածություն, եկեք փորձենք դա լուծել։ Մենեջերն է, հա, մասաժանողն է, լարվածությունը հանում է։ Տենց, ահա, մի փոքր, հա։ Կգնաք ձեր գործընկերոջը կասեք, էլի որտեղ։ Այո։ Մերսող։ Ես հնարք product manager եմ հանդիսանում, որտեղ այդքան էլ չէ, հա, ոնց որ ես փորձում եմ հասկանալ պատվիրատուի հետ, թե մենք ինչ ենք սարքում, ինչի համար ենք սարքում, ու այդ տեսլականը փոխանցել թմին։
Հետո մենք ունենք project manager, որը process-ների համար է Դա պատասխանատու։ արդեն նախագծային է։ Այո, դա արդեն նախագծային է, որտեղ project manager-ը ասում է, մենք ունենք process, ունենք ամեն օր մենք հավաքվում ենք 15 րոպե, խոսում ենք, թե մենք այսօր ինչի վրա ենք աշխատելու, ինչ խնդիրներ կան, ոնց կարող ենք այդ խնդիրները լուծել։ Ու process manager-ի գործը իրականում այդքան էլ հեշտ չի, որովհետեւ ոչ մեկին դուր չի գալիս, չէ՞, ամեն օր խոսել, թե մենք ինչի վրա ենք աշխատում։ Ահա որը, հա։ Ոստեղ ոնց է process manager-ը, project manager-ը, պետքա մի փոքր այդ մտնոլորտը նենց դասավորի, որ ոնց որ բոլորը Բանտիկներով։ հա, ահա, բաբուչկաներով, գծային մենեջեր չունեք, գծային։ գծային, չէ, չունենք։ Սպարակային։ Այդ մեկը չունեն, լավ, բայց դու հասկանում ես քանի դուք հասկանում եք մենեջեր ասվածի մեջ քանի նեղ մասնագիտացված մենեջերներ կան։ Եթե չլիներ մենեջերը, փաստորեն կարգ ու կանոն չլինի որևէ հիմնարկում, հա։ Այո, դա process-ը ստեղծում է մարդկանց համար, ու ոնց որ նաև մենեջերն էլ է հետևում այդ process-ներին։ Իսկ հիմա ուրիշ հարց։ Ձեր աշխատանքի սկզբունքները, որոնք ներդնում եք աշխատանքում այդ գիտելիքները, որ ունենում եք, դառնում է արդեն սովորություն, չէ՞։ Աշխատանքից դուրս արդյոք այդ հմտությունները ձեզ չեն խանգարում, հատկապես անձնական Ասենք հարաբերությունները։ տանը, այ դուք մտել եք տուն Ունել եք եւ կառավարում չկան այլ մենեջերներ։ կամ անձնական հարաբերություններում վերլուծել, ինչ որ փորձել կառավարելի դարձնել իրավիճակը։ Դա նաև եւ պլյուս եւ մինուսներ կան, պլյուսներից այնա, որ ամեն ինչ կազմակերպված է։ Այսինքն եթե մենք օրինակ գնում ենք Փարիզ, Փարիզի ոնց որ թիփը կազմակերպելու համար Նելին է։ Ու ոնց որ իմը ամեն ինչ գծած է առանձին դոկֆայլով, չգիտեմ, մենք այսօր ինչ ենք անելու, ժամը 12-ին պետք է ընթրիքը լինի, չգիտեմ, ժամը 1-ին մենք պետք է արդեն այս թանգարանում Բայց լինենք։ ամբողջ հարաբերվածությունը ձեզ վրա է Հա, բայց ես փաստորեն։ դրանց հաճույք եմ ստանում։ Օրինակ մեզ մոտ բաշխում կա տերերի, ամեն մեկս մի բան, օրինակ ես համեղ բրդուճների պատասխանատուն եմ։ Այդ շատ մեծ հա Տիգրանը պատասխանատվություն։ ճանապարհների քարտեզների պատասխանատուն է։ պատասխանատուն։ Մեր մյուս գործընկերը Էդգարը շատ արագ կողմնորոշվելու եւ որոշելու այստեղից այստեղ գնանք, հետո այնտեղ գնանք։ Ստրատեգիկ որոշումների համար, հա։ Մեզ մոտ շատ բաշխում Ունենք է։ մարդ, ով հատուկ նյարդերը փչացնելու կծով։ Հա, դա էլ է շատ կար։ Ինձ թվում է այստեղ ամենակարևորը իրական բրդուճներն է, որտեվ եթե բոլորը սոված լինենք, տրամադրությունը շատ վատ է։ Եվ չհնացող բրդուճներ։ Գալի է պահել շապատներ, ասեմ քեզ։ Այդ գաղտնիքը խնդրում եմ ինձ հետո հայտնեք։ Այո։ Կարող եմ թե մի համարել ես չհնացող Իրականում ես բրդուճներ այդպես սարքել։ բրդուճներով մի անգամ գնացինք աշխատանքային շրջագայության ենք երկուսով այնքան ինձ ձեռք առան որ ես բրդուճներ եմ բերել բրդուճներ հետո իրենք պիտի գնային ուրիշ երկիր ես Երևան պիտի գա այդ բրդուճներից մնացել էր տվեցի իրանց ասեցին ինչ լավ է որ տվեցի Եվ այդպես էլ չէին սպառվում այդ բրդուճները։ Հիշում եք ասիք ինչպես նենց անենք որ մենեջերին սիրենք ինձ թվում է ես դրա պատասխանում ենք պետքա հա բրդուճներ սարքենք ու տրամադրենք թմին այո համովությունները միշտ պետք է լինեն իրականում այսինքն դա նշանակում է որ մենեջերի աշխատավարձում պետք է նաև ներառվեն հավելյալ ծախսերը ուտելիք պատրաստելու իհարկե Ես մի հարց Կաշառելու։ Դե բնականաբար մենեջմենտ պետք է սովորել, պետք է ավարտել, հա, էլի ավարտել, էլի սովորել եւ ամենը գրականությունը հատկապես այդ ուսմունքը գալիս է դրսից, ոչ այստեղից, ի վերջո այդ ամենի արմատները դեպի Եվրոպա, դեպի Մեծ Բրիտանիա, դեպի Նահանգներ, Ամերիկա, արդյոք բոլոր այն կանոնները, օրենքները, որոնք կան այդ գրքերում, այդ հա ուսումնական ձեռնարկներում մեզ մոտ կիրառելի են, հայկական իրական։ Այսինքն ոչ թե copy paste, այլ ադապտացնել։ Դե տեղայնացնում եք ինչ որ բան փոխում։ Անպայման ազգային առանձնահատկություն։ Այո, ընդհանրապես sense ասեն, անգամ կամպանիայից կամպանիան դա փոխփոխական է, որտեղ մտնոլորտը տարբեր է, մարդիկ տարբեր են ու այն ինչ որ գրված է գրքում դա ուղիղ ձևով չի փոխանցում, հա, process-ների մեջ։ Հա, process-ները միշտ որ ասացի process-ները մարդկանց համար են, պետք է մարդկանց հասկանալ ու այդ մարդկանց համապատասխան process-ներ ստեղծել։ Այդ process-ը ոչ թե միած ստաբիլ process է, որը մենք ամենտեղ կիրառում ենք, այդ process-ը ամենտեղ փոփոխական է։ Անկամ այն մեթոդոլոգիան, որով մենք շարժվում ենք, կոչվում է agile, հա, ճկուն։ Մենք պետք է լինենք մաքսիմալ ճկուն։ Մենք պետք է հասկանանք թե որտեղ մենք կարող ենք process-ը փոփոխել ամեն օր մենք լավացման ու բարելավման խնդիրներ ունենք այսինքն դա նեն չի մի անգամ դրվեց ու ինքը կաշխատի չէ ինքը ամենայն հավանականությամբ չի աշխատի մենք պետք է անընդհատ փորձենք հասկանալ ինչը բարելավենք այսինքն անհատական մոտեցում է այստեղ պետք այո մարդկանց նկատմամբ չգիտեմ կամպանիայի նկատմամբ Հիմա տեսեք ըստ մենեջմենտի օրենքի 17:00 ավարտվեց աշխատանքը 17-ից 1 արդեն աշխատակիցը լքում է իր աշխատատեղը բայց մեր իրականության մեջ հիմա 17 չէ 18 չէ 19 չէ մինչև 21:00 ենթադրենք կմնանք եւ մեր գործը կանենք Բայց ո՞նց է շահագրգռում որ այդպես անում են ըստ մենեջմենտի օրենքի բրդուճներով ինձ թվում է
Դա շատ մեծ դեր ունի, որ չէ, իրականում սենց ասեմ, հիշում եք, ասի, եթե կոնֆլիկտ ա լինում, մարդիկ էմոցիոնալ են, դա նշանակում է, որ իրանք իրենց գործի համար պատասխանատու են։ Հա, իրանք սիրում են, ու մեր ոնց որ կազմակերպությունում բոլորը սիրում են իրենց գործը։ Մարդիկ շատ հաճախ մնում են իրենց կամքով ավելի երկար, չգիտեմ, զրուցելու համար, միասին, չգիտեմ, սուրճ խմելու համար։ Եթե գործ կա, որը պետքա արվի, ունենք դեդլայներ, բնականաբար բոլորս տենց կանենք, որ պետքա արվի, բայց կան օրեր, երբ որ չգիտեմ, ավելի հանգիստ է։ Կան օրեր, չգիտեմ, մարդիկ ասում են կարող եմ ինչ ավելի շուտ դուրս գամ, որտեվ չգիտեմ, ունեմ այս գործերը, դա ճկուն է, հա։ Անհատական ինչ որ պատճառ ունի, անհատական, հա, իհարկե, ոնց որ այդ ամեն ինչը պետքա բալանսի բերել, այսինքն ամեն ինչ չէ որ մեզ մոտ կիրառելի է, ամեն ինչ չէ որ ինչպես Եվրոպայում։ Դե հայավարի է, էլի, այս լավ Բայց արդեն իմաստով ճիշտ եք ասում, Եվրոպայում հենց ոնց է գործը վերջանում է, անգամ ես դեպք եմ ունեցել գերմանացիների հետ եմ աշխատել, այդ հոլիդեյների, հա, ժամանակ անհնար է իրանց հետ կապնվել։ Օրինակ մենք միշտ պատրաստ ենք դրան։ Այսինքն եթե ինչ-որ կարևոր բան է եղել, մենք միշտ հասանել ենք։ Ու մեր կլիենտների համար ենք դա միշտ ասում, որ մենք հա 24-ը 7-ի վրա դուք կարող եք զանգահարել, ասել ինչն է խնդիրը։ Դա շատ լավ է իհարկե, բայց մի կողմից էլ այդուհանդերձ պետք է հաշվի առնենք ժամերը հանգստի, հատկապես երբ անծանոթ մարդ է քեզ գրում գործնական հարցով գիշերվա 9-30 Կամ մարդը արձակուրդի մեջ է, բայց աշխատում է միևնույն։ Այստեղ էլ այդ մենեջերի գործն է գալիս, որ ամեն ինչ գալիս է մենեջերին, ու հետո մենեջերը արդեն կհարգի կգնահատի, լավ աչքով կնայի, ինչպես ասում են։ Կամ եթե ոնց որ շատ շտապ է պետք, բրդուշները կպատրաստի, գա կասի ոնց որ Մի խոսքով մենեջերի գործը բավականին բարդ աշխատանք է, ֆիքսենք սա։ Թույլ տվեք շնորհավորել ձեզ այսօրվա Շնորհակալ եմ։ տոնի, հա, արիթով եւ մաղթել ինչ մաղթենք ձեզ շատ աշխատավարձ։ Չէ, եկեք ես ուրիշ բան կմաղթեմ, շատ հումորով, հավեսով, լավ կոլեկտիվով միշտ աշխատեք, որովհետեւ դա գործի մեծ մասը հեշտացնելու է։ Երբ մարդիկ հումորով են, երբ ավելի թեթև են, հա, այստեղ ձեր աշխատանքի ինչ որ փուճուրիկ հատված կորում է, հա, դրա վրա ժամանակ չեք ծախսելու ու էներգիա։ Այդպես որ ես ձեզ մաղթում եմ լավ մարդկանց հետ աշխատել։ Օ, շատ շնորհակալ։ Սա ամենակարևորն է ենթադրում եմ, չէ։ Հիշեցնենք մեր ռադիո լսողներին Vector Digital ընկերության product manager Նելի Օգանեսյանը հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց մենեջերների ծոփուշման կյանքից։ Շնորհակալ ենք։ Տեսնենք շարունակում ենք։ It's time. Oh baby. Oh baby. Keep on. My baby. Keep on doing it. Right on. You got it together. Baby, keep on. Oh, you got it together. Keep on doing it. I'm not baby. Keep on. Get it, baby. Oh, I get it. Keep on doing it. I swear you got it together, baby. Baby, keep on. Keep on doing it. Right on. Get down. Baby, keep on. Keep on doing it. Right on. It's time. I've got to keep you pleased in every way I can. Gonna give you all of me as much as you can stand. Make love to you right now, that's all I want to do. I know you need it, girl, and you know I need it too. 'Cause I found what the world is searching for. Here, right here, my dear, I don't have to look no more. In all my days, I hoped and I prayed for someone just like you, make me feel the way you do. Never gonna give you up. I'm never ever gonna stop. Not the way I feel about you, girl. I just can't live without you. I'm never ever gonna quit, 'cause quitting just ain't my stick. I'm gonna stay right
right here with you and do all the things you want me to, whatever you want. Girl, you got it. And whatever you need, I don't want to see you without it. You've given me much more than words can ever say. And oh my dear, I'll be right here until my dying day. I don't know just how to say all of the things I feel. I just know that I love you so, and it gives me such a thrill. 'Cause I found what this world is searching for. Here, right here, my dear. I don't have to look no more. In all my days, I hope and I pray for someone just like you, make me feel the way you do. I'm never, never gonna give you up. Սուրճ ու սեր առավոտից։ 10:36 դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը ապրիլի 9-ն է, օրը 5-շաբթի։ Ջերմ բարի լույս բոլորին։ Ջերմ ողջունում ենք բոլորի թարգելի ռադիո լսողներ եւ ես հասկացա, շնորհակալ եմ, շատ համահունչ է իմ ձայնի հետ իրականում։ Գնալով մոտենում։ Այո։ Բարի։ Վաու։ Կարևորը խոսքս լսելի է։ Լսում եմ։ Մի քիչ դժվար է, չգիտեմ լսելի է թե ոչ, բայց լսում եմ։ Դեռ բողոքներ չեմ ստացել, նույնիսկ կոմպլիմենտներ եմ ստացել այս ձայնից համար, թեպետ սա իմը չէ, այդուհանդերձ ես նախընտրում եմ իմ իրական ձայնը, բայց որ խելոք մնամ, շուտ կլավանամ ու ամեն ինչ կանցնի իրականում։ Թեյ խմիր։ Խմում եմ, խելոք խմում եմ, չէ, մեղրով այդքան չէ, մի խոսքով, լավ։ Ինչև է հարգելի ռադիո լսողներ, մի եղեք ինձպես, բարակ մի հագնվեք եւ դուրս մի եկեք, ամեն օր որդորում եմ։ Այդտեղից սկսեիր։ Որ դե հա, հիմա ինչ կա, դա է։ Իսկ ինչ կա լուսնի վրա։ Մենք խոսեցինք մեր ռադիոլուրի գործընկերոջ հետ, որ այո, այս անգամ հետաքրքիր մի միսիա էր եւ նրանք մեր տիեզերագնացներն արդեն հետ են վերադառնում եւ այս վերջերս հրապարակվել են լուսնի լուսանկարներ, որի միջոցով պարզ է դարձել, որ լուսինը մոխրագույն չէ, այն գունավոր է, հետաքրքիր նոր լուսանկարներ են տարածվել, խնդրեմ, ասում է սա տարվա բացահայտումներ, կարող ենք այդպես ասել։ Ոնց որ տոնածառի խաղալիք լինի լուսինը։ Ասում են նա ուղղակի զուտ մոխրագույն կամ սպիտակ չէ, եւ ոչ ոք դեռ չէր նկատել, որ հետաքրքիր գույներ կան լուսնի վրա, երկար ժամանակ բոլորին թվում էր թե այն մոխրագույն է, բայց արի ուտես, որ իր գույները դառնում են տեսանելի եւ փոխվում են ու ասում են լուսինը մեղավոր չէ, լուսինը միշտ եղել է գունավոր։ Մեղավորը մենք ենք, որ չենք ունեցել համապատասխան տեխնիկա, որի միջոցով մեզ համար տեսանելի կլինի։ Այսինքն լուսինը չի փոխվել, լուսինն այնպեսին է, ինչպեսին կար։ Փոխվել են զուտ մեր հնարավորությունները, որպեսզի նրան տեսնենք եւ ահա հետաքրքիր լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում, խնդրեմ, շատ գեղեցիկ է, այո։ Գեղեցիկ է, հա։ Շատ։ Եվ այստեղ եւս մեկ միֆ կոտրվեց, թե լուսինը միատոն է, այստեղ բազմաթիվ գույներ կան, այնպես որ այսպեսի հետաքրքիր բացահայտումներ։ Դե ես լուսին շատ եմ սիրում իրականում։ Դու չգիտեմ ինչպես ես վերաբերեմ։ Ես լուսնի մասին մեղեդի եմ փնտրում։ Ես հասկացա, բայց արի ուրիշ գտնենք, գրի իմ լուսին ընդամենը հայերեն։ Դու հայերեն ես ուզում։ Իմ լուսինը շատ լավն է իրականում։ Իսկ քո լուսինը արագ է թե դանդաղ։ Ես կասեի հաճելի։ Արի այդպես ընկալենք, յուրատեսակ երգ է։ Դու սա ես ուզում։ Ոչ, ես դա չեմ ուզում, խնդրում եմ այստեղ այս մասը ջնջիր միայն։ Դեռ մասը ջնջեցինք։ Հիմա ռադիոլուսումը կասի ինչ են իրանք մենք հիմա ձեզ համար հետաքրքիր երգ ենք փնտրում։ Կարող ես տալ, ես կգտնեմ այդ երգը։ Դու գտիր։ Որը նման աշխատանքներ են այսօր լուսին ենք երաժշտական որոնում։ Շատ սիրելի լուսին երգը եւ մենք հիմա միասին կլսենք Էդգար Էլբակյանի կատարմամբ երգն է։ Եթե դու կտաս, ես հերարցակեմ մի լուսին եմ, թե չէ։ Հա, այն մյուս լուսինն էլ հետն է գնում։ Երկու լուսին է հիմա գնում։
Ես կասեի ընդ որում տարբեր լուսին։ Դե Լուսին, ուրեմն Լուսին, խնդրեմ։ Ինձ համար է։ Քաղաքին քնած ու գիշերը հանկարծ ինչ որ բան շշնջաց, ինչ որ բան շշնջաց Լուսինը նայեց այն շանը քնած որ վարկեր էր անշարժ սև հողում օխրացած Ահ Լուսի, Լուսի ուզում եմ քեզ գրկել Քեզ տանել Լուսի ու որս նավիրել Ահ Լուսի, Լուսի ուզում եմ քեզ գրկել Քեզ տանել Լուսի ու որս նավիրել Լուսինը լսեց ու կորավ հանկարծ մնացի միայն այն գիշերում կախարդված իսկ երբ արթնացա ես տեսա հանկարծ որ լուսինը կորած իմ գրկում է գնաց Ահ Լուսի, Լուսի ուզում եմ քեզ գրկել Քեզ տանել Լուսի ու որս նավիրել Ահ Լուսի, Լուսի ուզում եմ քեզ գրկել Քեզ տանել Լուսի ու որս նավիրել Լուսինը նայեց Քաղաքին քնած ու գիշերը հանկարծ ինչ որ բան շշնջաց Լուսինը նայեց այն շանը քնած որ վարկեր էր անշարժ սև հողում օխրացած Ահ Լուսի, Լուսի ուզում եմ քեզ գրկել Քեզ տանել Լուսի ու որս նավիրել Ահ Լուսի, Լուսի ուզում եմ քեզ գրկել Քեզ տանել Լուսի ու որս նավիրել Լուսին Իրականում ես վստահ եմ, որ շատերը ինձ հետ երգում էին այս երգը, որովհետև շատ հետաքրքիր էներգետիկա ունի այս երգը։ Դե ինչ հարգելի ռադիո լսողներ, Շարունակում ենք։ մոտենում եք հեռախոսին, որովհետև մենք ունենք խաղարկություն։ Այո, Զանգակ գրատան կողմից մենք ունենք եւս մեկ մանկական գիրք, Դե գրքի անունն էլ որ ասա։ այսօր խաղարկելու ենք, շատ լավն է գրքի անունը։ Ասա խնդրեմ։ Ինչպես ծաղկեց գազարը։ Ինչպես ծաղկեց գազարը։ Հետաքրքիր- Ակտուալ հարց ապրիլի 9-ի համար։ Ապա տես ինչ լավ պատկերազարդում կա գրքի վրա։ Նայր։ Մեհրաշ գազար։ Ասում է ինչ գեղեցիկ բույս է ուրախ ասաց Արճուկը իր այգում մի նոր բույս տեսնելով Արճուկն ամեն օր ջրում էր բույսը ովանոցով պաշտպանում արևի ճառագայթներից եւ երբեք չէր մոռանում քնելուց առաջ բարի գիշեր մաղթել նրան Ինչ մենք խոսում էինք գազարից։ ոչ մի կերպ չէր արձագանքում Ստացանք զանգ։ ախր ինչու չես ծաղկում տրտում Հալո։ մտածում էր Արճուկը բացի վերջացնում եմ Խոսում բայց էր արի Երևանը։ ու տես որ նա չէր էլ պատկերացնում թե ինչ է կատարվում հողի տակ Քանի Լուսինեն ամբողջ գիրքը Վերջ, չթերցեց։ այդքան ավել չեմ կարդա։ Լսենք ռադիոլսողին, ողջունենք։ Բարի լույս, ով է մեզ միացել։ բարի լույս Բարև ձեզ։ բարև Բարև ձեզ ձեզ, ինչ լավ ձայն է։ Շատ։ Սրանունը կասեք։ Ես Աննան եմ, Աննա ջան, Ղարաբաղի կնդիրը։ Շատ հաճելի ուրախ է, ենք, Աննա որ ջան։ սենց լավ ու Ուրախ կնդիրում եմ ենք։ ձեր նման հիվանդը, ձայնս փոխել է, բայց ոչինչ կանցնի։ էլի շատ գեղեցիկ ձայն ունեք Բայց դա ձեզ չի խանգարի, որպեսզի դուք հիմա շահեք մրցանակ։ Այսպես չլսեցի ներողություն։ Չի խանգարի, որպեսզի շահեք մրցանակ։ Ձեր մրցանակները միշտ շատ լավն են, հաճելի են։ Ինչ հաճելի է։ Լավ, հետաքրքիր այսպես հարցաշար ենք առանձնացրել։ Եկեք որոշենք, քան երկու պատասխան ճիշտ լինի եւ
մրցանակը ձերն է։ Եղանակային պայմանների մասին են հարցերը։ Այստեղ մի քիչ ավելի շատ տրամաբանելու ենք, բայց մի վախեցեք դրանից։ Լավ։ Որն է աշխարհի ամենաշոգ գրանցված ջերմաստիճանը։ Տարբերակներ կան։ 48 աստիճան, 56.7 աստիճան, 60 եւ 52 աստիճան։ Եկեք 60 ասեմ, հա։ Չէ, ցավոք, 56.7, բայց չենք անհանգստանում, որովհետեւ ունենք հնարավորություններ։ Այո։ Որ երկիրն է համարվում ամենաանձրևոտներից մեկը աշխարհում, բայց այստեղ փոքրիկ հուշում եմ տալու, այն տարբերակը, որ կոնկրետ այդտեղ միշտ անձրևներ են տեղում, այստեղ գոյություն ունի, բայց դրա վրա չսևեռվեք, հա։ Ավելի անձրևոտ վայրեր էլ կան մեր երկրագնդի վրա։ Բրազիլիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Մեծ Բրիտանիա։ Հիշենք մի կարևոր բան, որ սեզոնով պայմանավորված կան երկրներ, որ գրեթե ամենուր ու անդադար առատ տեղումներ են լինում։ Նորից եմ ասում. Բրազիլիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Մեծ Բրիտանիա։ Ճիշտ ասած, քանի որ չգիտեմ պատասխանը։ Եկեք հիշենք ֆիլմեր, երգեր, պարեր։ Բրազիլիան եմ ասում։ Ցավոք ոչ Հնդկաստան, այո, Հնդկաստան, որովհետև ամառային շրջանում ամռանն ու ձմռանը մեզ համար, հա, իրենց մոտ անձրևների սեզոն է, եւ եթե մեզ մոտ համարվում է օգոստոսը, հունիսը հրաշալի հանգստի ամիս, ապա այդտեղ ուղղակի պետք չէ գնալ։ Եվ այնքան շատ են տեղումները, որ վարարումներ է լինում։ Երրորդը, ինչպես է կոչվում հանկարծակի ուժեղ քամին անձրևով կամ առանց անձրևի։ Ուժեղ քամին ինչպես է կոչվում, երբ ուղեկցվում է անձրևով կամ առանց։ Մառախուղ, ցիկլոն, փոթորիկ, կարկուտ։ Վերջապես ասեք։ Լուսինեի ձայնից պետք է արդեն գուշակեիք։ Ինչ է, ինչպես է։ Ահա, վերջապես մենք ունենք առաջին ճիշտ պատասխանը։ Այստեղ էս էլ է հեշտ հարց, էս եթե ես հարցն էլ պատասխանեցիք, գիրքը ձերն է, ուշադրություն, որն է աշխարհի ամենացուրտ մայրցամաքը։ Առաջին տարբերակ՝ Եվրոպա, երկրորդ՝ Ասիա, Անտարկտիդա, Հյուսիսային Ամերիկա։ Եվ դիմացի հարևանի տունը։ Դե ձեզ տեսնե, ասեք։ Անտարկտիդա։ Այո, ճիշտ պատասխան, այո։ Տեսնում եք ինչ բարդ հարցեր ենք։ Մրցանակը ձերն է, բայց եկեք եւս մեկ հարց տամ։ Ինչ է կարկուտը։ Եկեք հասկանանք միասին։ Ինչ է կարկուտը։ Սառած անձրևի կաթիլներ, փոշիացած սառույց, սառած ձյուն, ջրի գոլորշի։ Իսկ հարցը նորից կասեք։ Ինչ է կարկուտը։ Կարկուտը ինչ է իրենց ներկայացնում։ Սառած անձրևի կաթիլներ, փոշիացած սառույց, սառած ձյուն, ջրի գոլորշի։ Սառույցներ են իրանք։ Ճիշտ է, բայց սառած անձրևի կաթիլներ են։ Համարենք, որ ճիշտ պատասխաններ։ Շնորհակալություն ենք հայտնում։ Ամպրոպի ձայներով ձեզ ճանապարհում ենք, շնորհավորում ենք եւ հրաժեշտ ենք տալիս։ Այս յուրատեսակ մանկական գիրքը, որ մեզ տրամադրել է Զանկակ գրատունը, ձերն է։ Շնորհակալություն, հետաքրքիր խաղի համար։ Լավ օր ձեզ։ Առողջություն եք մաղթում։ Հեռախոսը, որպեսզի պայմանավորվեք, ինչպես եք վերցնելու ձեր մրցանակը։ Շատ լավ ստացվեց իրականում, մեհրաշք խաղ էր այսօր, ինչպես ես սիրում եմ ասել։ Ասա որ հարցերն էլ էին հետաքրքիր, բացահայտումներով լի, այո։ Լավ, ես առաջարկեմ հաջորդ կատարումը, տեղափոխվում ենք Ավստրալիա հիմա եւ վայելելու ենք Tame Impala-ին, ով է Tame Impala-ն։ Վերջեդ երկը հնչել։ Tame Impala-ն Քևին Ռիչարդ Պարկերն է, նա մուլտի-ինստրումենտալիստ է եւ բեմում է 2007-ից փսիխոդելիկ ռոք ժանրում, բայց հիթը որ կլսենք, այն փսիխոդելիկ ռոք չէ։ Այն շատ լավն է։ Եվ հիթ է դարձել դրա համար։ Հիթ է դարձել, այո, տրամադրությունը բարձրացում կոչում է Դրակուլա։ Վաու։
Սա տամեին բոլոն։ Տիգրան ջան, չգիտեմ Մի ինչ քիչ է ստանում, բայց կտրուկ ստացվեց, որովհետև հակառակ էֆեկտը պետք է լիներ։ Այո, Հերարցակել։ հեռարձակենք։ 10:51 րոպե։ Սուրճ ու սեր առավոտից։ Այ ուզում ենք հիշեցնել։ Այո, հիշեցրեցին։ Բայց ունենք Վերջին րոպեներն են, հարգելի թարմացված ռադիոլսողներ։ տեղեկատվություն ունենք այս պահին։ Նախ Երևանում խցանումային նիշը շարունակում է պահպանվել 7 բալ եւ այս պահին ունենք վթար Կոմիտաս Գրիբայեդով Խաչմերուկից մի փոքր վերև միջին եւ աջ հատվածում է, այսինքն Կոմիտաս իջնողը դեպի բարեկամություն գեր ծանրաբեռնված է։ Ունենք նաեւ թարմացված տեղեկատվություն ճանապարհային դեպարտամենտից ժամը 10:35-ի դրությամբ առատձյան պատճառով Վարդենյանց Լեռնացքը դժվար անցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար եւ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները իհարկե շարունակում են ավտոճանապարհների մաքրման եւ աղ ավազով մշակման աշխատանքները, չնայած որ ապրիլի 9-ն է այսօր գարուն է օրացույցով։ Վաղուց է գարուն, մեկ ամսից ավել է գարուն է, բայց արի ուտես, որ չարաճճություններ, պարզուլեր։ Քամի, այո, զգուշ եղեք, քամին կարող է ձեզ քշել տանել նաեւ Երևանում եւս Արաբեցան տարածքում։ Եվս մենք մանրամասն ներկայացրել էինք, թե ինչպես պաշտպանվել քամուց։ Ուղղակի այնպեսի վայրերով քայլեք քամու ժամանակ, որ ձեր գլխին ոչինչ չընկնի, մեքենաները մի կայանեք ծառերի տակ, որովհետև կարող է ծառը շուռ գալ։ Գովազդային վահանակներից հեռու մնացեք, ծառերից, շինարարական հրապարակներից հեռու եղեք, մեկ էլ փորձեք փակ տարածքում լինել այդ ժամանակ, եւ իհարկե եթե տանն եք, ապա չեք մոռանում փակ պահել պատշգամբները, պատուհանները, եւ չեք մոռանում պատշգամբներ, բացօթյա պատշգամբներից հավաքել այն իրերը, որ քամին կարող է տանել։ Հետևաբար, եթե հանկարծ հոսանքազրկումներ են տեղի ունենում, հարգելի ռադիոլսողներ, մոմ չեք միացնում։ Այո։ Հեռախոսը մարտկոցի մոտ տեղում։ Մնացեք հեռախոսի մարտկոցի հույսին։ Կամ եթե մոմ եք միացնում, սա շատ զգույշ եղեք, որ հրդեհներից խուսափեք, հարգելի ռադիոլսողներ։ Մի խոսքով, մեզ համար մի տեսակ անսովոր են այդ շատ ուժեղ քամիները, ինչ չես ասի, տարբեր էկզոտիկ երկրների մասին։ Քամի էլի եղած է։ Շուտով մենք այդ քամիներին անուն էլ կդնենք։ Ինչ վատ է։ Դե իսկ այս պահին անձրևը դադարել է Երևանում, այս տեղեկացումը կենտրոնից ենք իհարկե, մենք հիմա խոսում մեզ հայտնեցին հավաստի տվյալներ են դրանք տեղում հայտնեցին 7 աստիճան է Երևանում օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ գուցե լինի անձրև բայց ես քեզ ասեմ ինձ մոտ ցույց է տալիս որ ցերեկային ժամերին լինելու է արևոտ եղանակ թող ցույց տալուց նջան ես ուրախ կլինեմ միայն անձրևից խուսափենք իհարկե ինչև է հարգելի ռադիոլսողներ միշտ ապեք հագնվել ամառային հագուստ Նաև առողջություն մաղթենք նրանց, ովքեր փոքր-ինչ վատառողջ են, եւ ունեն այսպիսի ձայն։ Քեզ Լուսինե ջան։ Շնորհակալ եմ։ Այսօր ձեզ համար սիրով աշխատեցին Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Մենք կհանդիպենք արդեն շաբաթ։ Այո, շաբաթ առավոտյան վաղուց կողջունեն մեր շատ սիրելի գործընկերները։ Այսքանը, լավ մնացեք։ Հաջողություն։ I'll say
ding dong.